Տիր մեդիան ներկայացնում է։ Որոշակի ինքնիշխանություն իհարկե ունի, որովհետև շարունակում է մնալ դե յուրե անդամ միջազգային կառույցների, մասնակցում է միջազգային համաժողովների, երկկողմ հարաբերությունների մեջ է մտնում, բայց այն տարեստարի խիստ սահմանափակվում է, որովհետև Հայաստանը շարունակելով մնալ վերազգային մի շարք կառույցներում, մասնավորապես ՀԱՊԿ-ի մեջ, դա էապես կրճատում է ինքնիշխանությունը։ Հիմա ոմանք կասեն, դե որ ՆԱՏՕ-ի անդամ են դառնում, այնտեղ էլ է որոշակի կրճատվում, իհարկե այդքանով չէ, բայց այո, դա կա։ Բայց դրա դիմաց իրենք ստանում են հոդված 5-րդով լրիվ պաշտպանություն եւ որևէ մեկը ՆԱՏՕ-ի գոյության ընթացքում որևէ ՆԱՏՕ-ի անդամ երկրի չի համարձակվել, արձակվել, որտեղ գիտի հստակ պաշտպանություն կա։ Մենք ցավոք սրտի զգացել ենք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի պաշտպանում եւ իրանք հստակորեն դա արտահայտել են։ Նաեւ ինքնիշխանությունը սահմանափակվում է հատկապես տնտեսական ոլորտում։ Եթե մենք նայում ենք Հայաստանի տնտեսությունը, ապա նրա կարևորագույն ճյուղերը Հայաստանի Հանրապետության սեփականությունը չեն։ Երկաթուղին կառավարվում է ռուսների կողմից, ատոմակայանը կառավարվում է ռուսների կողմից, էլեկտրական ցանցերը պատկանում են ռուսներին, գազի մատակարարումը եւ գազի ցանցը պատկանում է ռուսներին, տելեկոմունիկացիայի զգալի մասը պատկանում է ռուսներին, եւ սա հենց վատ է, որ միակողմանի, այսինքն մեկ երկրից կախվածությունը երևույթը կրկնակի ավելի վատ է դարձնում։ Երկրներն աշխատում են, որ եթե անգամ պիտի իրենց երկրի որոշակի ոլորտներ հանձնեն կառավարման այլ երկրների, աշխատում են, որ դրանք լինեն տարբեր երկրներ, որպեսզի իրար հակակշռեն եւ հավասարակշռեն։ Մեզ մոտ այդպես չէ, մեզ մոտ ցավոք սրտի լրիվ գաղութային կախվածության մեջ ենք եւ պիտի ասել չարդարացված գնագոյացման համակարգը աշխատում, որ չես հասկանում ոնց է, մասնավորապես, օրինակ եկեք անդրադառնանք հայաստանյան հանքերին, բոլորը հիմա խոսում են Թրամփի կողմից Ուկրաինայի հանքերի նկատմամբ որոշակի հավակնություններին, հատկապես այնտեղ հազվագյուտ մետաղներին եւ այլն, բայց բոլորը մոռացել են, որ այդ հազվագյուտ մետաղները կան նաեւ, որտեղ նրանք հարակից են եւ մոլիբդենի եւ պղնձի հանքերում այդտեղ կա եւ մենք դրա դիմաց ոչինչ չեն ստանում։ Այդ խտանյութը, որ Հայաստանից արտահանում են եւ տանում են, նո հիմնականում ռուսներն են դրա սեփական ատերը, այնտեղ ոչ միայն մեզ խապում են քանակի մեջ պղնձի խտանյութի, ոչ միայն որակի մեջ, այսինքն շատ ավելի խտացված է, այլ նաև հաշվի չեն առնում այդ հազվագյուտ մետաղները, որոնք իսկապես համարվում են հազվագյուտ, բավականին արժեքավոր են եւ այլն։ Այնպես է ոմանք երբ որ փորձում են Ուկրաինայի դարդը լացել, առաջին հերթին պիտի լացեն սեփական հայրենիքի դարդը։ Բաժանորդագրվեք Տիր մեդիայի ալիքին։